Տիկնայք և պարոնայք, եթերում ներսարի գիշերային շոուն է ու այսօր ներսում փարավոնյան կրքեր են։ Այսօր ներսը վերածվելու է իրական եգիպտական տաճարի։ Ներս են գալու փարավոնի ժառանգը շոուի 10 մասնակիցները։ Նրանք, ովքեր շաբաթներ շարունակ ապրել են շքեղ հյուրանոցում, լուծել են փարավոնական առեղծվածներ և բախվել ժամանակակից դատաստանի սեղանին։ Նրանք գալիս են բացելու թաքնված պահերն ու պատմելու այն, ինչ չեք տեսել էկրանին։ Իսկ փարավոնը ինքը Ներսեսն է։ Դիմավորեք, Ներսես Փարավոն Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, բարի երեկո սիրելի հանդիսատես։ Ինչ է լինում, երբ փարավոնը վերադառնում է։ Ճիշտ է, ռեյտինգները բարձրանում են։ Շատերն էին մտածում, որ փարավոնի ժառանգը դեռ կապ ունի հին Եգիպտոսի հետ, բայց իրականում ապացուցվեց, որ այն կապ ունի մեզ հետ։ Շաբաթներ շարունակ այս իրապատման մասնակիցներն ապրել են հյուրանոցում, որտեղ վայելքներն հիշեցնում էին արքայական ճոխություն, իսկ դատաստանը լավ, այս մասին կիմանաք նոյեմբերի 15-ից, բայց ամենակարևորը, նրանք չէին խաղում դերեր, նրանք իրենք էին, իրենց բոլոր զգացմունքներով, վախերով ու անհավանական խիզախությամբ։ Այսօր նրանք վերջապես կպատմեն այն, ինչը մնաց էկրանից դուրս։ Նրանք փարավոնի ժառանգներն են, բայց նախքան նրանց հանդիպելը իմ բարի խորհուրդներն ասացին։ Փարավոնը պետք է հյուրասիրի իր պոտենցիալ ժառանգներին, ու ես կգնամ բար գավաթները լցնելու մի բարձրարժեք էլիքսիր Armenia Wine ընկերության V&M կոնյակով։ Սա է, որ կա փարավոնական անմահության բաղադրատոմսում։ Ու դե բարձր ծափահարենք մեր երաժիշտներին, Rusline and Friends, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, եւ հիմա ժամանակն է ուղևորվելու դեպի V&M բար, գնացինք։ Փարավոնին որոշեցին մեր երաժիշտները նման հաճելի երաժշտությամբ ուղեկցել, ես իմ հյուրերին կհյուրասիրեմ V&M 7 տարեկան կոնյակը։ Ուսերը թափտալով ուսերը, Կարմիր Բայրամուտից առաջ վերջին անգամ հիշեց, որ ինքը կար այս քաղաքում այն ժամանակ, երբ սուրդանակ օգտագործում էին ոչ թե սիրտ, այլ միրգ կտրելու համար։ Համար սիրարների դարը, որ անդադար կրկնվում էր, պիտի կանգ առնի մի պահ։ Ու զանգ թռնի օդում, որ չգտնի իրեն սպասող մի հեռախոս, ու անդադար քաոս դառնա օրը քաղաքի իմուքով։ Մայրամուտից առաջ կարմիր են հեռացող սիրո աչքերը, կամ վերադարձի, կամ չվերադարձի վախից։ Վախից հետո դժվար էր մնացածներին սեր ու երաժշտություն հարարել։ Բայց միշտ ծնվում է ժամանակ, որ կա անքանակ սիրո հերոս ու հերոսուհին։ Դասավորեմ հյուրերից կոնյակները։
Արդարից հետո Ներսարիի բեմը կլցվի փարավոնի ժառանգներով։ Նրանք կպատմեն ինչ է իրականում լինել իրար հետ մրցակիցներ, առանց խցիկների եւ առանց ֆիլտրերի։ Ներսեսը արդեն պատրաստել է հարցերի պահոցը։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ։ Եվ այսօր մենք ունենք մի հատուկ թողարկում։ Մարդիկ, ովքեր սիրեցին, վախեցան, ծիծաղեցին եւ միասին կերտեցին մի շոու, որը դարձավ փառքի մրցույթ եւ ընկերության պատմություն։ Տիկնակ եւ պարոնայք, դիմավորեք։ Աշոտ, Պապին, Լիաննա, Սոֆի, Էլեն, Իլոնա, Գուրգեն, Արթուր, Ռաֆի եւ Ռիփա։ Ներս եկեք։ Շապատ կիրակի, մեր այն կինարի Չեսիրտս կմարի, սենց առասյարի Ուրպատ շապատ կիրակի, մեր այն կինարի Չեսիրտս կմարի, սենց առասյարի Ուրպատ շապատ կիրակի, մեր այն կինարի Որ իմ սիրտը չմարի, սենց առասյարի Ուրպատ շապատ կիրակի, մեր այն կինարի Չեսիրտս կմարի, սենց առասյարի Ուրպատ շապատ կիրակի, մեր այգինարի Թե չեսիրտս կմարի, սենց առասյարի Մեր այգինարի, որ ինձ սիրտը չմարի, սենց առասյարի Արիգալուց ներս, տեղավորվեք։ Տեղավորվենք։ Սիրելի մարդիկ, Արիլոնես։ Համեցեք։ Վաու։ Շնորհակալ եմ։ Բարի երեկո։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, իսկապես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք ներսով, իմ սիրելի տասնյակով։ Ոնց եք։ Շատ լավ։ Հոյակապ։ Շատ լավ։ Վաու։ Աննկարագրելի։ Գուրգեն, ձեր ձայնը ջրվեժից եմ լսում, մոտավորապես, բայց շատ ուրախ եմ այնտեղից Գյուգո, որ դու ներսում ես։ Վես հետ միասին։ Երեխեք, ես ձեզ շատ կարոտել էի, շատ ուրախ եմ, որ մենք նորից հանդիպեցինք եւ ուզում եմ նաեւ հեռուստադիտողին էլ ասել, որ մենք արդեն շաբաթներ շարունակ այս հրաշալի մարդկանց հետ շատ հետաքրքիր փորձությունների միջով ենք անցնում, նրանք հաղթահարում են շատ հետաքրքիր փորձություններ, ես քմծիծաղով հետևում եմ այդ փորձություններին երբեմն ու ես ձեզ շատ սիրել եմ այս շաբաթների ընթացքում, շատ ուրախ եմ, որ մենք կիսեցինք այս շաբաթները միասին եւ դեռ շարունակում ենք կատաղի պայքարը փարավոնի ժառանգին գտնելու համար ու ուզում եմ, որ այսօր մենք միասին հեռուստադիտողին պատմենք այն շատ գերեմոցիոնալ պահերի մասին, որ մենք բոլորս միասին անցել ենք եւ առաջին հարցը, որ ձեզ ուզում եմ տալ, հետաքրքիր է թե ինչն է ամենամեծ բանը, որ փոխեց ձեր մեջ այս շոուն, այս շաբաթները։ Ես հասկացա, որ շատ խոսալ պետք չի, բայց ոնց հասկանում եք չհասկացա տենց։ Ես հասկացա, հա, որ շատ խոսալ պետք չի, բոլորին վստահել պետք չի, այնինչ կյանքը միջև ես ինձ չէր ցույց տվել։ Ոնց որ ուրիշի կյանքով ես դա հասկացել էի, բայց միջև իմ վրա չզգայի, չէի հասկանա։ Իսկականից հասկացա, որ սրանից հետո հենց նոր շրջապատ ես հայտնվեմ, պետքա ցույց չտամ այն, ինչ ես կարամ, այն, ինչ ես գիտեմ, ավելի փակ պետքա լինեմ, հուսամ կլսեմ ինձ հետո։ Ինձ համար շատ էմոցիոնալ շաբաթներ էին, շատ փակագծեր չեմ կարող պատմել եւ բացել, բայց հիմա որ էլ ավելի վերլուծում եմ, քանի որ ես շատ խաղի մեջ էի, հիմա վերլուծում եմ, հասկանում որ կան քայլեր, որ միգուցե այլ կերպ պետք է անեի։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, երբ նախագիծը դեռ նոր էինք սկսում ու ամեն ինչ դեռ պարզ չէր, հա, այսպես ասած, թե ինչ միջավայր է լինելու, ինչերի միջով եք դուք անցնելու, կպատկերացնեիք, որ իրականում կապրեք դուք այդ հյուրանոցում ու կանցնեք այս ճանապարհը այսքան մարդկանց հետ ու երբեմն ձեզ համար շատ բարդ կլինի խաղալ միմյանց դեմ, որովհետև արդեն կար շատ ամուր էմոցիոնալ կապ։ Ես ասեմ, որ ես իմ ծնունդն եմ նշել իրենց հետ եւ շատ ուրախ եմ դրա համար, կարող ենք մի հատ իրենց հետ ծափահարել, որովհետեւ այո, այսպես ասած նախագիծը սկսվել է իմ ծնունդով, ես չէի պատկերացնում թե ինչպես կլինի, որովհետեւ հենց այնձան առավոտ եկել եմ այստեղ, բայց այն էմոցիաները ու այն նոր տարիքի մեջ որ մտել եմ այս էմոցիաներով, այս ապրումներով ու այս մարդկանցով, վստահ եմ, որ ինձ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում։ Շնորհակալ եմ շատ։ Հրաշալի։
Պապինի ծնունդից այդքան շատ բան չհասկացանք, որտեվ ցուրտ էր այդ ժամանակ, դուրսը կանգնած կատկատալ են, պապինը բանը տորտներ փչում է։ Մենք էր պապի, ծնունդը ուզեմ Նորավոր պապին ջան։ Արագացնես արդեն չի աշխատում օրգանիզմս, այդպես վիճակ էր։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, հիմա անկեղծ ասեք, կան մարդիկ, ովքեր չսիրեցին իրար այս ընթացքում։ Տես իմ հարցերն է տալիս Իլոնան արդեն, Իլոն։ Էլենում չսիրեցին ես ընթացքում։ Սիրել։ Ինձ։ Բացահայտ վիրել են։ Ուր փաթշապ։ Սիրել հենց։ Սիմպաթիա, հա, անվանենք սիմպաթիա, որ մեղմ լինի։ Որը դե ասում եք քիչ խոսում։ Էլի շատ եմ խոսում։ Ես չեմ խոսա հիմա։ Սոֆիների չոր բան ուզում ասել ես նկատես։ Այն նախորդ հարցի հետ կապված, թե արդյոք պատկերացնում էի, թե ուր եմ գնում, ինչ է սպասվում ու ինչ ընթացք է լինելու։ Նախքան խաղին մասնակցելը պատկերացում չունեի, որ ես այդքան մտնելու եմ խաղի մեջ, այդքան մտերմանալու եմ այս մարդկանց հետ ու ունենալու եմ այդ աստիճան էմոցիոնալ վայրիվերումներ։ Ես ձեզ բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է այս զգացողությունները իմ հետ հենց երկար են լինելու։ Հուսամ, այո։ Եվ ուզում եմ շարունակենք ծափահարությունները շատ բարձր, հենց մեր նախագծի գեղեցկուհիների համար, Տիկին Լիաննա, ձեր գլխավորությամբ, որովհետև դուք ուղղակի չեք պատկերացնի, թե նրանք ինչերի միջով են անցնում, ինչ փորձություններ են հաղթահարում, պատվով ու հաղթանակած վստահաբար։ Շնորհակալություն ձեզ, որ այս շաբաթները կիսում եք մեզ հետ, եւ մենք դեռ ճանապարհ ունենք միասին անցնելու, եւ լսենք Տիկին Լիաննային։ Տիկին Լիաննա, դուք ինչ կպատմեք մեզ այս շաբաթների մասին։ Նախ ուզում եմ ասեմ, որ ցնցված եմ այս պրոյեկտով։ Հրաշալի էր։ Քիչ առաջ հարցնում էիք, ինչ տվեց այս պրոյեկտը ձեզ։ Մի նախադասությունով ասեմ, որ այս պրոյեկտի մեջ ես տեսա տարվա 4 եղանակները։ Ինչ մտքներով անցնում է, ամպրոպ, կայծակ, արդեն հասկանում եք ինչ։ Բայց արևոտ բահեր եւ եղել են Տիկին Լիաննա։ Այո, անձրև, ձյուն, ամեն ինչ եղավ այս պրոյեկտի ժամանակ ու ըստեղ միաժամանակ տիրում էր սեր, վախ, հիասթափություն, ռիսկ, առաջ գնալու նպատակ, ամեն ինչ մեկտեղ։ Ու ինձ անձամբ այս խաղը տվեց սովորեցրեց, ոչ թե տվեց, ավելի շատ վստահել եւ ավելի ինքնագնահատական։ Շնորհակալություն։ Այո։ Ինձ հետաքրքրում է ինչ է կարծում, ով է ձեզնից ամենախաղայինը, խաղամոլ չասեմ, բայց ամենախաղայինը, հա, որ տենց շատ պատրաստ է բոլոր խաղերին ու կարծում եք նա գնալու է մինչև վերջ։ Խաղամոլի, եթե հարցնեի խաղամոլ, Էլենը գիտենք, որ Ես։ 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 Շատ Ռաֆոն։ Հաստատ ես։ Օրինակ ես ինձ տեսնում եմ եզրափակում, չգիտեմ մնացածը ոնց, որովհետև շատ եմ մտած խաղի մեջ, բոլորի հետ անհատական կարելի ասել խաղում եմ խաղը ու մտածում եմ, որ դա ինձ օգուտ կտա հասնեմ մինչև եզրափակիչ, կարող է եւ սխալվում եմ, չգիտեմ ինչ կանեն իմ հետ իրանք խաղի ժամանակ, ամեն դեպքում խաղում եմ դեռ բոլորի հետ։ Դե բա կտեսնես, Կուկ ջան։ Էդ ջան, ես կտեսնեմ, դու չես տեսնի, ցավոք, կարծում եմ։ Մեկ էլ ուզում եի ասել, որ թե ինչ է տվել պրոյեկտը, շաբաթներ շարունակ արդեն գրաֆիկս կարգավորվել է, ես արթնանում եմ 9:30, որտեվ ինձ զանգում են քնից արթնացնում են, ուտում եմ օրվա մեջ 3 անգամ հաց, մամ ջան սնվում եմ, արխային եղի, ու քնում եմ ճիշտ է մի քիչ ուշ, բայց ուզում ասեմ, այնքան շուտ եմ զարթնում, որ սենց օրս լիարժեք է դառնում, ես կյանքումս տենց գրաֆիկով չեմ արթնացել, արթնանում եմ ժամը 1-2 էլի։ Շնորհակալ եմ նախագծին։ Շնորհակալ եմ Հլաչ ջան, չէ՞ ինչ։ Քեշիշյան։ Ռիպա, քեզ լսեք։ Ես էլ սկզբից կուզեմ անդրադառնամ, հա, տենց շատ կարճ ինչ տվեց այս նախագիծը, նախ ասեմ, որ ես 0.1%-ով չէի պատկերացնում ես ուր եմ գնում, որովհետև չեմ պատկերացրել, որ սենց յուրահատուկ էմոցիաներ եմ ապրելու ու այդ անփոխարինելի էր։ Հատկապես երկրորդ շաբաթը երբ արդեն իրար հետ էինք հա ապրում, մի քիչ վատառող չէի ու տենց բոլորը ինձ խնամում էին, մեկը Տիկին Լիաննան էլի սենց ձեռքերս էր տաքացնում, մեկը գամ սենյակի ջերմաստիճանը ու գալիս այդ ատելի երեկոն, որ դու պետք է մոռանաս, որ մարդիկ քո հանդեպ լավ են եղել ու սենց տրամադրվես մտնես խաղի մեջ, հա, այդ շատ ճիշտ ասեցիք, որ համ սեր ենք ապրել, համ
ատելություն, համ ռիսկ, ամեն բան։ Իսկ ով ամենախաղային է, ես առաջի օրվանից ասել եմ, շատ յուրահատուկ տասնյակ է իմ համար։ Նու ինձ հանեմ իմ մասին չխոսեմ, այստեղ ամեն մեկը շատ յուրովի գույն է տվել նախագծին ու ես անկեղծ, եթե սկզբում պատկերացնում էի, հիմա առհասարակ պատկերացում անկեղծ չունեմ։ Ռիպա ջան, բա դու գիտեիր այս մեծ կնոջ ինչի են ջայլների մեջ գցել, որ ձեզ մամայություն անեմ։ Տիկինյանը, դուք մենք ամբողջովին մոռացել ենք այդ շաբաթների ընթացքում տարիքային տարբերության մասին, որովհետև դուք իսկապես զարմացնում եք եւ շարունակում եք զարմացնել մեզ բոլորիս, այնպես որ հա, մենք cancel ենք անում մեր բառամթերքից այդ պահը, բայց ես հիշում եմ, որ նկարումների ժամանակ Իլոնան ինձ համոզում էր, որ ես խաղամ իր փոխարեն ինքը մի օր որպես փարավոն վարի նախագիծը չէի կարող դա թույլ տալ, բայց հիմա կարող ես նստել Իլոնա ջան, իմ աթոռին, այստեղ կարող եմ ես դա թույլ տալ ինձ ու քեզ, ես էլ մի քիչ բառի մոտ, որովհետև Արթուրը իմ սիրելի մասնակիցներից բառի վարպետ է, պետք է նրան մոտ նստել, երեկոն ավելի համեղ ու շքեղ վայելելու համար, եւ Իլոնա լսում ենք ձեզ հաջորդ հարցը, որ կուզեք։ Ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը, նաև ինձ հաճելիորեն զարմացրեց։ Ինչպես եք ապրում առանց հեռախոսների ողջ նախագծի ընթացքում։ Զարմանալիորեն հեշտ էր ու ես որպես մարդ, որ կախվածություն ունի հեռախոսից, իմ գործի բնույթով, իմ կյանքի բնույթով, բայց հասկացա մի պարզ բան, որ հեռախոսից օգտվում եմ ինչի համար, որ հետևեմ նոր ինչ-որ նորությունների կամ հետևեմ իմ սիրած բլոգերներին կամ ինֆլուենսերներին, սիրածս բլոգերը եկել էր, այդտեղ էր արդեն իսկ կար, իսկ գեղեցկուի մոդելը կար, էլ ինչ էր պետք ինձ։ Մնում էր, որ ճանաչեի մարդկանց, իմանայի նորությունները։ Սիրածս դերասանը չկար։ Սիրածս դերասանը կար, հանձինս քեզ Ներսես ջան, եւ ես իմ սենյակում հայլի ունեմ նույնպես։ Չէ, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ շատ հետաքրքիր է, շատ լիցքավորված էր ընդհանուր նախագիծը ու այդպիսի մի ինչ-որ պահ չի եղել, որ ասեմ հեռախոսի բացակայություն, երևի ավելի շատ կարոտներ դեպի հարազատներից չխոսալու այդ պայմանավորված, բայց դրան էլ եմ սովոր շատ վաղուց։ Ինչ-որ պահի հասել էիր, որ սկսեցիր հյուրանոցի բոլոր մեկակամյա օգտագործման պարագաների նյութերը կարդալ, թե ինչից են բաղկացած։ Իրականում չէ։ Տենց չէ, որովհետև ավելի շատ ուզում էի վերլուծել։ Ու այսօր ասեմ ավելին, ինչ եկել ենք այստեղ, ինչ արդեն այս շոու ծրագրին ենք հյուր։ Սենց նայում եմ ու վերլուծում եմ բոլորին, թե ով էր խաղի մեջ ոնց իրեն դրսևորում, ու ով ոնց ստեղ իրեն դրսևորում, որովհետև հասկացա մի բան, որ խաղի շրջանակներում ավելի շատ խոսացող դերում ես էի, իսկ ստեղ առաջին անգամ խոսքը ասավ ինձ։ Բայց խոսքը ասավ քեզ ու այն չենք կարողանում հետ վերցնել, ռավ։ Լսենք Աշոտին, որովհետև այս նոնսենսը Աշոտը վերցրել է խոսափողը ինքնակամ, լսենք Աշին։ Իլոնա։ Աշոտ։ Նա սկսեմ առաջի օրվանից, թե ոնց էր այդ առաջի մուտքը դեպի հյուրանոց։ Սաղ ոսկուց էր, սենց նայում ես, զարմանում ես, այսուր ես զնգե։ Ու դու ապրում ես երրորդ մասում։ Եկամ դες որ ասեմ, սպասում եմ ուր եմ գնում, չէ, սուտ կլինի, բայց առաջի մուտքը դե արդեն լիքը բան տվեց ինձ, որ ամեն ինչ պրոյեկտը դնա շքեղ պրոյեկտ ալնելու, շքեղ, շատ շքեղ, ու ինչը ես սպասում եմ, ես ստացել եմ իրականում, համ դժվարը, համ հեշտը, լիքը տեղ դժվար էր իմ համար, բայց այդ դժվարը ինձ թվում է իմ կյանքում լիքը տեղ հեշտություն կտա այս պրոյեկտի միջոցով, ու կսկսեմ ճիշտ մտքեր կառավարել խաղից հետո էլի կյանքում արդեն, շատ ուրախ եմ իրականում դրա համար։ Մենք ենք շատ ուրախ Աշոտ, որ դու միացել ես մեզ շաբաթներ շարունակ ու ուզում եմ եւս մեկ անգամ խմենք միասին Այո։ Այս շաբաթների համար, այս անցած ու ապրած պահերի ու էմոցիաների համար, որովհետև վստահ եմ, որ ընդամենը տասնյակ ժամեր անց մարդիկ կդիտեն արդեն առաջին թողարկումը Փարավոնի ժառանգը հերոստա մեգա նախագծի ու ես հուսով եմ, որ այն ինչ մենք ապրում ենք այդ միջավայրում, այն ինչ որ մենք զգում ենք ես էլ մասնակիցների հետ միասին, որովհետև իսկապես ես երբեմն ինձ ֆիքսում եմ այն պահին, երբ շատ պատասխանատու իրավիճակ է խաղի ընթացքում, երբ ինձ մոտ եւս վերջույթներս դողում են, հասկանում եմ, որ լավ, մենք երևի իրոք ինչ որ մի բանի մեջ ենք, որը ստացվել է ու ես հուսով եմ, որ դուք կդիտեք, կկիսեք եւ կապրումակցեք մեր մասնակիցներին, որոնք մեգա էմոցիաներ են ապրում այս շաբաթների ընթացքում։ Խմենք, շարունակենք զրույցը։ Այո։ Հյուգո։
Ինչ շատ դուր է գալիս, երբ դու ստեղ առաջարկում ես խմել միասին, ես գիտեմ, որ ի տարբերություն փառավոնի ժառանգին, այդ խմելուց հետո ոչ մեկ խաղը չի լքի։ Այո։ Cheers։ Բայց ես ուզում եմ, որ դուք ինձ պատմեք նաև ձեր ներանձնային հարաբերությունների մասին, այդ շաբաթների ընթացքում ձևավորած, որովհետև դուք մարդիկ եք, ովքեր իրար չէին ճանաչում, կային մարդիկ, ովքեր ուղղակի հեռակա գիտեին իրար, չենք կարող ասել, որ մտերիմ ընկերներ էին, եւ հայտնվեցիք այս միջավայրում ու ուր եք հիմա հասել, ոնց եք վերաբերվում մեկը մյուսին, ինչ եք պատկերացնում խաղից հետո, արդյոք դուք իրար կտանեք խաղից դուրս դեպի ձեր կյանք։ Ես երևի ասեմ, էլ կներես, ասա։ Ես կոալիցիաներից եմ խոսալու, եթե Okay, ես խոսեմ ու Ռաֆի հետ կապված ասեմ, բոլորը գիտեն, որ ես ու Ռաֆը մասնակցել ենք եւս մեկ reality show-ի միասին ու սենց մտնում եմ ներս, տենում եմ Ռաֆոն ընդեղա, ես չգիտեմ ովքեր են մասնակիցները, ովքեր ես մտնում եմ նայում Ռաֆոնը էմոցիաներս չեք պատկերացնի, արա ոնց, էլի Ռաֆոն, էլի պետք է իրար հետ մրցենք, մի հատ այտենց մի բաներ ուղեղումս, որտեվ դե նախորդ տխուր է իր, այսինքն տխուր է, որովհետև նախորդ reality show-ում ինձ աթորով պրոստը շպրտելա դուրս խաղից։ Բայց ինչքան հանգիստ ես հենց հիմա նստած ես աթորի վրա։ Ինչքան հանգիստ ես հենց հիմա նստած ես աթորի վրա։ Չէ, Ռաֆը սրսկված է այս բան, հանգիստ եմ դրա։ Թմրեցված է։ Չէ, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ տեղի ունենում է շոու ծրագրերի ու ընդհանրապես տեսախցիկից այն կողմ մի բան է, իսկ իրական կյանքը մեկ ուրիշ բան է միշտ ամեն դեպքում ու թեկուս հենց այդ նախագծի հետ եթերից հետո որ դուրս ենք եկել մենք տենց շատ ջեմ, շատ լավ եմ որ գնացել եմ ասեմ Գուգջան կներես չէ ուզում եւ այլն ու ստացվում է ինքնաբերաբար հիմա այս շոուն էլ երբ որ նայենք հասկանաք որ ենթադրենք ես հնարավորինս փորձել եմ չխափեմ այս հաղորդման շրջանակում ու չգիտեմ ինչքանով է դա ստացվել բայց շատ ուրախ եմ որ նույն Հյուգոին ճանաչել եմ դեռ շատ վաղուց բայց այստեղ ավելի ամրապնդվեց մեր շփումը, ինչպես նաև բոլոր մասնակիցների հետ կապված։ Եղել են մասնակիցներ, ումից որ հիասթափվել եմ մաքսիմալ, բայց խաղի շրջանակում։ Եղել են մարդիկ, ումից որ ասել եմ լավ չեմ ուզում իրան տեսնեմ, էլի խաղի շրջանակում։ Խաղից դուրս բոլորին անսահման շատ սիրում եմ, բոլորդ կարակ գաք մեր տանը մնաք, հանգիստ։ Ես իհարկե նախագծի ընթացքում ձեզ չեմ տվել այս հարցը, բայց ներսարի ֆորմատում ես ինձ կարող եմ դա թույլ տալ։ Տեսեք շաբաթներ շարունակ դուք նույն միջավայրում եք, նույն հյուրանոցում եք, կիսում եք առօրյան, նախաճաշ, ճաշ, ընթրիք, գիշեր, ամեն ինչ միասին եք անցնում եւ երևի թե 50-50 չէ, մոտավորապես բարոյանված են տղաներն ու աղջիկները այստեղ լավ բացի խաղից, բացի խաղային ազարտից, պայքարից չեղան այնտեղ որևէ կամ գուցե լինեն կամ նշмарվում են նման բաներ ռոմանտիկ, ֆլիրտային Սխալայլի չէ, Տիկիլիանա Սխալաս Տիկիլիանա սկսեք ձեզնից, իհարկե սկսում ենք ձեզնից այս հարցի պատասխանը ստանալու Այդ հարցը որ տվեցի, ես հիմա մտածեցի որ տենց ռոմանտիկ բան չեղավ, բայց մնում իրար էին ուտում, մեջների մաման կամ տատիկը ոմանց ես էի սաստում։ Ու երբ որ սկզբում ես եկա պրոյեկտին արդեն մտնում էի հյուրանոց, տեսա բոլորին, ասացի Աստված իմ, կարող է սխալվել են։ Ես ես որտեղ եմ հայտնվել, այս երեխեքի մեջ ես ինչ կարամ անեմ, որովհետև մեր նախասիրությունները ես սովետական միության զակալկայի մարդ եմ, այս երեխեքը նոր, շատ եմ իրանցից հետ։ Բայց ես նշեմ է։ Բայց լավն էր այդ պատասխանը Տիկիլիանա այն հարցի վրա որ արդյոք եղել է ֆլիրտ թե չէ դուք ասված եմ ես այս երեխեքի տիպ անելու։ Բայց իմ համարն այնց լավ է, ես իրանցից լիքը բան սովորեցի։ Ճիշտ է։ Չգիտեմ իրանք ինձնից բան սովորեցին թե չէ, ես լիքը բան սովորեցի։ Երեկոյան 10-ին Տիկիլիանան գալիս է սենյակ ու սենց մտնում է տեղերի մեջ, ասում է, ինչ եք անում։ Երևից էի գալիս։ Փաստորեն տատին եւ պապին չէին։ Բայց կներեք մի հատ եմ բան ուզում ասեմ, այդ ֆլիրտի հետ կապված որ բան ասացիք, ես անձամբ հիշում եմ կոնկրետ, թե ոնց եմ ես բաժակ բարձրացրել ու խմել Տիկին Լիաննայի աչքերի գեղեցկության համար, ու երբ որ այդ Տիկին Լիաննան վերցրեց մի խոսափողը, ես ասի հիմա հաստատ դրա մասին է կարա խոսա, չէ, ամեն դեպքում
մաքսիմալ կնամեծար անձնավորություն եմ, մաքսիմալ փորձել եմ շողոքորթել, ինչու՞ չէ, բոլոր աղջիկներին, որովհետև հնարավորության դեպքում, չգիտեմ, կարող է այնպես ստացվեր, որ ենթադրենք ես ժառանգը լինեի ու այնպես ստացվեր, որ ինձ դա հանձնարարություն տրվեր, դրա համար ի սկզբանե այն ամեն ինչը ինչ որ հնարավոր էր ակնկալել ինձանից որպես այսպես ասած խաղի մաս, փորձել եմ ի սկզբանե դա տալ, բայց ելի եմ ասում, ես խաղի շրջանակներում չեմ խաբել։ Մենք Իլոնային կորցրեցինք։ Իլոնա, դու գնացիր այդտեղ նստելու, որ ավելի շատ խոսես, ոչ թե լռես ու հետևես։ Դե Ներսես ջան, զուտ դու քո տեղը փոխեցիր։ Ես վերջ լուր եմ։ Կարող եմ ես մի հատ բան ավելացնել։ Իհարկե, Չէ, Սոֆի ջան։ Խնդրում եմ։ Okay։ Մի շատ հետաքրքիր բան, որը ինձ թվում է բոլորը կհաստատեն։ Մենք բոլորս գտնվում էինք շատ միքս իրավիճակում, որ մենք ապրում էինք միասին ու մենք այդ առօրյայի մեջ համել խաղում էինք միասին ու այդ հարաբերություններում շատ դժվար էր ինքնադրսևորվել։ Ես ժառանգի դերում ինձ պատկերացրել եմ ու ես վստահ եմ ես չէի կարողանա խաղալ, ինձ շատ շուտ կբացահայտեին, որովհետև թաքցնել մի բան, որը պետքա թաքցնես այն մարդկանցից, ում հետ արդեն լավ ես, ում հետ արդեն մոտ ես ու ովքեր քեզ ինչ որ առումով ճանաչում են, շատ դժվար է։ Իրականում համոզված եմ հեռուստադիտող, ես եւ համոզված եմ եւ մի քիչ էլ հույս ունեմ, որ երբ որ մեզ տեսնեն, կզգան այն էմոցիաները ու այն իրական ապրումները, որ մենք ունեցել ենք այս նախագծի շրջանակներում, դրանք fake չեն եղել, դրանք իսկական են եղել ու շատ հույս ունեմ, որ դա հեռուստադիտողը կզգա դիտելուց հետո։ Ես էլ իսկապես մեծ հույս ունեմ, որ մարդիկ կզգան ու կկիսեն էմոցիաները, որ դուք բոլորդ ապրեցիք, տեսախցիկների հետևում մեր ստեղծագործական թիմն ապրեց, ես ձեզ հետ միասին դեռ շարունակում եմ անցնել այս վայրի վերումների միջով եւ Իլոնա ինչ-որ բան եք ուզում ասել։ Ես որպես հավելում Սոֆին ասեմ, որ իրականում լինելով խաղի մասնակից, իրականում դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ընթացք է ստացել խաղը։ Այսինքն, եթե խնդիրը վերցնենք, որ պետք է հեռացնել ժառանգին, կամ այլ հակառակը, այլ ռազմավարությամբ մշակելու խաղալ խաղը, բոլորի համար շատ անսպասելի է լինելու եւ թաքցնել, չթաքցնել, դա արդեն հարցի այլ կողմն է, այնպես որ անհամբեր սպասեք, շատ հետաքրքիր է լինելու ու ինձ անձամբ շատ հետաքրքիր է։ Խաղի մասնակիցներ, դուք պատկերացնում եք ինչպես է լինելու խաղի ավարտը, դա անկանխատեսելի է թե ոչ ու խնդրում եմ նշեք հատ առ հատ ձեր ֆավորիտ մասնակցին, ինչու՞ չէ նաև ժառանգի տիտղոսակրին։ Ինձ անկեղծ ասած ֆավորիտ մասնակից նշելը շատ ավելի բարդ է լինելու, բայց ես կարամ նշեմ, որ սա այն պրոյեկտն է, որտեղ որ հեռուստադիտողը մաքսիմալ կարող է տենալ, թե ինչ է հոգեկան բիպոլար խանգարումը։ Համեցեք։ Ես սպասում էի։ Ես հասկացա ինչ կատարվեց։ Խնդրում եմ հերթով նշել։ Իլոնա, հենց նոր քո նշած իդեային ուզում եմ միանալ ու շարունակել ու դիմել մեր հեռուստադիտողներին։ Վաղը կմեկնարկի Փարավոնի ժառանգը հեռուստա մեգա նախագիծ Արմենի հեռուստաընկերության եթերում եւ մենք կունենանք Instagram-ն edge live chat, որտեղ մարդիկ եւս կկարողանան միանալ դրան ու գրել իրենց ֆավորիտներին ըստ իրենց ով կլինի Փարավոնի ժառանգը եւ իհարկե այն մարդու համար ով կմասնակցի եւ առաջինը կնշի թե ով է լինելու հաղթանակող մասնակիցը, մենք դրա համար ունենք անակնկալ, այնպես որ հետևեք, եղեք ակտիվ ու մասնակցեք այս կատաղի պայքարին։ Վաու։ Իլոնա, հաջորդ հարցին անցնենք թերևս։ Բայց ես շատ կցանկանայի լսել անուններ։ Դե սովորել է, ինձ ու շատ իրա լսել Իլոնան շաբաթների ընթացքում։ Ֆավորիտների անուններ։ Այնպես որ եկեք արագ ուղղակի անցում կատարենք։ Քեզանից է, սո ֆավորիտ։ Ես։ Ես։ Անսպասելի։ Ես ասեմ, որ Սոֆին մի շատ ճիշտ բան ասեց, որ այս նախագծի մեջ իրոք այնքան շատ է իրականությունը եւ ես իրոք շատ կուզեմ, որ հեռուստադիտողը նույնպես նկատի այդ ամեն ինչը, որովհետեւ ոչ մի բան սարքած չի, մեր էմոցիաները, մեր ապրումները, իրար հետ շփումը ու այս շաբաթների ընթացքում նույնիսկ կամերայից այն կողմը խաղ եղել, այսինքն դա էլ մի հատ առանձին սիթքոմ էր, հա, մեր կյանքում մի հատ առանձին սիթքոմ էր, եթե նկարային։ Ես ասեմ, որ այստեղ շատ ֆավորիտներ եմ ունեցել ժառանգի դերում
Ես համեստություն չեմ անի, ես կասեմ, որ ես նույնպես ինձ տեսնում եմ ժառանգի դերում։ Ֆավորիտն ենք խոսում, ոչ թե ժառանգը։ Ով որ կլինի ժառանգը։ Միանշանակ եթե տեսնում եմ ֆավորիտ, ապա տեսնում եմ, որ այդ ֆավորիտը կլինի ժառանգի դերում։ Ես կուզեմ, եթե ոչ ես, ապա դա լինի Սոֆին։ Որովհետև իրոք շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ ա եղել իր խաղը ամբողջ խաղի ընթացքում, ամբողջ շաբաթվա ընթացքում, եւ ես իրոք կուզեմ, եթե ոչ ես, ապա ինքը լինի այդ մրցանակակիրը։ Պարզ է։ Եվ ասեմ ձեզ էլի հեռուստադիտող, նա ով կդառնա Փարավոնի ժառանգը, կստանա 3 միլիոն դրամ մրցանակը նրա արկղում։ Վերջի պահին տուփում կլինի 3 միլիոն դրամ, այսի դոլար չի, բայց 3 միլիոն դրամ Իլոն չի, ֆավորիտ մասնակիցը դու ես։ 7500 դոլար։ Ես քեզ շատ կուզեմ տեսնեմ նաև ժառանգի դերում։ Անցնենք հաջորդ հարցին, սիրելի Իլոնա։ Հաջորդ հարցը հետևյալն է։ Եթե դուք լինեիք փարավոն, ինչպես կընտրեիք ձեր ժառանգին։ Հյուգո ջան, լսենք քեզ առաջին։ Եթե ես լինեի փարավոն, ես այն մարդը ում իրոք շատ կսիրեմ, այսինքն որպես ժառանգ, ես նրան չեմ տայի սկզբանե այդ ժառանգությունը, որպեսզի նա հանկարծ ու հանկարծ կասկած չառաջացնի ինչ-որ մարդկանց մեջ ու հանկարծ չլքի խաղը։ Որովհետև մեր շատ բան չեմ կարող ասել խաղի հետ կապված, շատ չեմ կարող փակագծեր բացել եւս մեկ անգամ ասում կնայեք, կտեսնեք, բայց խաղի պրինցիպը հետեւյալն է, ավելի շատ, թե ով ինչքան կարա մնա խաղում, այսինքն եթե դու եղար ժառանգ, դու կարաս միանգամից բացահայտվես ու դուրս թռնես խաղից։ Հետևաբար ես իմ ժառանգությունը չէի տա իմ ֆավորիտ, իմ սիրված մարդուն, որպես փարավոն։ Իսկ ես իմ երեխաներին կսիրեի հավասարապես եւ կարծում եմ, որ պետք է ժառանգի միլիոնները հերթով, այսպես շրջապատույտ կատարել բոլորիս մոտ եւ երբ ժառանգը բացահայտվում էր, նա դուրս գար, որպեսզի ամեն մեկը զգայինք պլյուս այդ անհանգստությունը, այդ սերը եւ պայքարը։ Դուք համաձայն եք 7 տարի միասին ապրել նույն իրանոցում, որտեղ եթե ձեր բոլորի ուզածները մենք իրականություն դարձնեինք, առնվազն 7 տարի կպահանջվեր, որ մենք դա անեինք։ 10 տարի եք ապրել։ Լսի, բայց պապին իր հետ ապրող արդեն ունի, Անի ջան, ողջունում ենք ձեզ։ Ամենալարված իրավիճակներում, որ սենց մոտավորապես այս դիրքով ենք բոլորս, Տիկին Լիանը։ Մի հատ անեկդոտ պատմեմ։ Այդ բանը հավատացեք, ոչ մեկի չի հետաքրքրում այդ անեկդոտը, մենք պետքա լսենք այդ անեկդոտը մինչև վերջ։ Ու Տիկին Լիանը այնքան է սպասում, մինչև մենք ռեակցիա ցույց տանք իր ասած անեկդոտի։ Ես մի բան էլի ավելացնեմ, անկեղծ իմ համար ֆենոմեն էր Տիկին Լիանն, որովհետև երբ որ նկարահանումներ չէր, այսինքն մենք էլի խաղի մեջ էինք, խաղ էինք խաղում, մենք ասում էինք բառ, այդ բառով Տիկին Լիանն անեկդոտ էր պատմում։ Անկեղծ մենք ինձ բան չենք տեսել ու ինքը առաջարկեց, եկեք բառ ասեք, մենք այդ բառով մի հատ բայց եկեք ֆիքսենք Արտուրը ոնց է ադապտացվել, էլի բառից մենք խաղի մասնակից չի, մենք իննով ենք եկել, ինքս նեղ աշխատել։ Ես ժամը վճարով բարմեն եմ աշխատում այստեղ, բարև ձեզ։ Արտուր ջանից։ Սիրելի մարդիկ, ես ուզում եմ ասել ցավոք, մեր եթերաժամը ժամը սուղ է։ Ես կուզեի որ մենք դեռ շարունակեինք այս հաճելի զրույցը ժամեր շարունակ, որտեղ մենք արդեն շաբաթներ շարունակ միասին կիսում ենք առօրյա, նույնիսկ կենցաղ երբեմն կարող ենք դա անվանել արդեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ եկաք ու մասնիկը դարձաք այս մեգա նախագծի։ Շնորհակալ եմ, որ հենց այսպիսինն եք դուք, շատ շնորհակալ եմ, որ բոլորը ձեր գույները, ջերմությունը ու հույզերը բերեցիք, բացեցիք ու կիսեցիք մեզ հետ։ Ու ես շատ ուրախ եմ, որ հենց դուք եք այն 10 մարդիկ, ովքեր եկել են անցնելու այս ճանապարհը։ Եվ նախքան ամփոփելը երեկոն, ես ուզում եմ, որ դուք հերթով բոլորդ ասեք, կես նախադասությամբ շատ կարճ, ինչու պետք է մարդիկ նայեն Փարավոնի ժառանգը հեռուստանախագիծը։ Պապին, սկսենք քեզնից, կարճ։ Պետք է նայեն Փարավոնի ժառանգը, որովհետև ես վստահ ասում եմ հեռուստատեսությանը պակասում է նման ինտրիգային, էմոցիոնալ եւ sense բուրըն նախագիծ, որը որ լինելու է։ Սիրելի հանդիսատես, անպայման նայեք Փարավոնի ժառանգը, որ տեսնեք այս խաղի մեջ ինչեր է կատարվում։ Որ ապշեն։ Ապրես։ Մաքսիմալ կարճ չէի կար։ Շատ համաձայն եմ, սիրելի հեռուստադիտող, այն ձեզ կապրեցնի, ինչպես որ մեզ։ 10 տարբեր մարդիկ, միջանձնային հարաբերություններ եւ վստահ եմ շատ բան կհասկանաք մեր օրինակով։ Այս թվում ազգան ճիշտ էմոցիա,
հասկանան թե ինչ է խաղի հենց բուն միտքը ու ամենը պատկերացնի թե ինչա տալու իրենց այդ խաղը։ Իսկ մե էմոցիան է կարևոր այս խաղի մեջ։ Զգան բոլորը։ Կարծում եմ պետք է դիտեն փառավոնի ժառանգը, որովհետև այդ նախագծի միջոցով կճանաչեն 10 հետաքրքիր մարդկանց ու ձեռք կբերեն ֆավորիտներ։ Ես խորհուրդ կտամ դիտել այս հաղորդումը, որովհետև սա դեռ առաջին ամենաիրական ռեալիթի շոուն է, որը ստիպելու է մի քանի րոպե կտրվել հոգսերից եւ անհամբեր սպասել հաջորդ շաբաթվան։ Ալելի չի կարող դեռ որ ես խորհուրդ կտամ դիտել փառավոնի ժառանգը, քանի որ վստահ եմ որ գլխից միջև ոտքի բուտ մատ փշակաղվելու եք։ Անհրաժեշտ է նայել փառավոնի ժառանգը, որտեղ բոլորս սիրում ենք հոգեկան խանգարումներ։ Էլեն 10 տարբեր մարդ, 10 հոգեբանություն։ Ես խորհուրդ եմ տալիս նայեք փառավոնի ժառանգը, որովհետև հետագա կյանքում ուսումնասիրելով մեր հոգեբանությունը ձեզ հետագա կյանքում պետք կգա դա, հաստատ պետք կգա։ Վաղվանից Արմենիա հեռուստաընկերության եթերում կերարցակվի փառավոնի ժառանգը մեգանախագիծը եւ ես եւս միանում եմ մեր մասնակիցների կոչերին դիտեք այս նախագիծը, որպեսզի տեսնեք թե մարդիկ ինչ ֆանտաստիկ մետամորֆոզների կարող են ենթարկվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում եւ ինչպես կարող են մարդիկ տեսնել իրար, սիրահարվել, ընկերանալ, դառնալ թշնամի, հետո նորից ընկերանալ։ Մի խոսքով այստեղ էմոցիոնալ մի հատ ֆանտաստիկ մեծ ցուցակ է ձեզ սպասվում, այնպես որ անպայման պիտի միանաք ու բաց թողնեք փառավոնի ժառանգը հեռուստանախագիծը եւ այս պահին մենք գնում ենք գովազդ դիտելու, որից հետո վերադառնալու ենք մեր մասնակիցների հետ ունենք եւս մեկ խաղ խաղալու, բայց մինչ այդ մենք կխմենք միասին եւս մեկ անգամ ու կշնորհավորենք իրար։ Եկեք մենք խմենք, այդ ընթացքում գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք ու խաղը խաղանք միասին։ Ողջույն։ With you, wanna be together with you, wanna stay forever with you, still in and I never with you, I found my way with you, wanna be together with you. Wanna stay forever with you, still in and I never with you. I found my way with you. Zasna geller baraksu, Hanina, Nina, Nina, Hanina Yesudu. Yaruk munim volanu, Janina, Nina, Nina, Janina Varaye. Zasna geller baraksu, Hanina, Nina, Nina, Hanina, Nina, Nina, Hanina Yesudu. Yaruk munim volanu, Janina, Nina, Nina, Janina, Nina, Nina, Janina Varaye. Hanina, Nina, Nina, Hanina, Nina, Nina, Hanina, Nina, Nina, Hanina Yesudu. Hanina, Nina, Nina, Hanina, Nina, Nina, Hanina, Nina, Nina, Janina Varaye. Շարունակում ենք ներսարի գիշերային շոուն եւ հիմա մեր փառավոնական երեկոյի ամենահամեղ մասը Թումանյան շաուրման ունի 24/7 առաքում։ Դուք կարող եք պատվիրել շաուրմա օրվա ցանկացած ժամին, նույնիսկ գիշերը զանգահարելով 8188 կամ մուտք գործելով նրանց կայք։ Առաջին պատվերի դեպքում դուք ստանում եք 10% զեղչ։ Խաղը պարզ է, մենք խաղ ենք խաղալու իմ սիրելի հյուրերի հետ, բայց խաղին կանադառնանք վարքյաններ անց։ Սիրելի մարդիկ, այս շաբաթների ընթացքում ես ձեզ անընդհատ կերակրել եմ, այսօր եւս քանի որ դուք ինձ մոտ եք ներսում, վստահաբար ես ձեզ պիտի կերակրեմ նոր ճանապարհ եմ։ Ինչպես հասկացաք, Թումանյան շաուրմայի տոպրակները լիքն են, համեղ տոպրակներով ու հենց հիմա ինձ մոտ են ես կբաժանեմ ձեզ տոպրակներ, Իլոնա քեզ թանը բաժնի կասի բաժան իր ընկերներից, խնդրում եմ թանը բաժանել, բայց ես ձեզ համար այս ընթացքում նաև ունեմ հարցեր, որովհետև մենք միասին խաղ ունենք խաղալու եւ հարցը հետեւյալն է, Երկու հատ թաներ։
Չէ, մյուս տոպրակում եւս ունենք։ Ես կկիսվեմ, Ես չեմ կասկածում։ Ով ունի ուտելիք եկեք բարի մոտ էլի։ Բացելու ընթացքում եւ ըմբոշխնելու ընթացքում Թումանյան շահորման, նաեւ ուզում եմ որ պատասխանեք իմ հարցին, ըստ ձեզ, եթե սերը լիներ շահորմա, ինչ մսով կլներ։ Խոզի։ Հենց դուք դի պատասխանել առաջինը։ Սրտի մսով կարող ալներ։ Չէ։ Թումանյան շահորմայի պատասխանեմ, իմ կարծիքով սերը լիարդ է։ Իմ պարագայում, քանի որ ես ունեմ հստակ կողմնորոշում, չէր լինի բաղկացած միսու արյունից։ Կներեք։ Բայց կիսվին մեզ, այդ ինչ սեր ես պատկերացնում, որ միսու արյունից չի հլը։ Իհարկե, մարդը ինքը հենց սերն, մարդու, ես կնշեմ մարդու, վերջ։ Սենց առեղծված այն էլ թող հավարտվի այս հարցը և անցնենք երկրորդ հարցին, եթե մրցակցություն, ապա ինչ սոուսով։ Պանրային չէ, կիսաքաղցր։ Կեչուն ես։ Սխտորային, որ հետո հոտ բրալ։ Էլ ինչ սոուսներ կան, որ կարելի էր մրցակցությունը համեմել։ Կծու կլիներ հաստատ։ Ձեր մրցակցությունը ինչ-որ առումով կծու է նաև, կարծում եմ, չէ, շնորհակալություն Աշոտ։ Դա պետք է լինի կծու, քաղցրաթթու ու մի հատ էլ տենց կեչունեզոտ խառնուրդով։ Շատ միքս սոուս պետք է լինի։ Բարմեննա ու խոհարարը Արտուր է։ Եվ վերջին հարցը։ Եթե հաղթանակ, ինչ համով։ Թումանյանի շաուրմայի։ Արտուր, դու փարավոնի նոր ժառանգն ես։ Այո։ Ես քեզ շնորհավորում եմ։ Ես առաջարկում եմ, որ մենք նորից հավաքվենք Տաղավարի կենտրոնում, եկեք։ Ինձ մոտ։ Եվ սիրելի հեռուստադիտող, վաղը Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի փարավոնի ժառանգը մեգա նախագիծը։ Իսկապես կարծում եմ, որ պետք է նայել այս հեռուստանախագիծը, որտեղ կան այնտեղ մարդկային էմոցիաների բոլոր ենթաշերտերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ծափահարենք այս մարդկանց, ովքեր շաբաթներ շարունակ անցնում են այս պայքարի միջով։ Այնպես որ միացեք մեզ, հետևեք նրանց պայքարին, հետևեք նրանց ֆանտաստիկ շարժին ու էմոցիաներին։ Շատ ուրախ եմ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ես ձեզ ճանաչել եմ այս շաբաթների ընթացքում եւ մենք միասին դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Փարավոնի ժառանգը եւ այս 10 հոգին փարավոնի պոտենցիալ ժառանգներն են։ Ձեզ համար։ Իսկ մենք այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, եղեք խաղաղ, մնացեք բարով, կհանդիպենք շատ շուտով, բարի գիշեր բոլորին։ Մենակ կուզեի այս գիշեր, որ ծափարել այս անձրևին, լինել գերին գիշերների, կամենավոր պարոսի պես, կանգնել թախծոտուն ու սպասել, գուցե մի օր ինձ կգտնես, ու խաչվեցին մեր հայացքները, Խաշուկապոյդ երկիքների Իպած ինձ համար հոգիտ իմ սեր Վերարմար սիրո հույսեր Դուր ինձ հույս և դուր ինձ Թող մարի խաբարած Թող կոլչի անվերադարձ Թող լինի հույսեր հապատ Իպած ինձ համար հոգիտ իմ սեր Վերարմար սիրո հույսեր Դուր ինձ հույս և դուր ինձ Թող մարի խաբարած Թող կոլչի անվերադարձ Թող լինի հույսեր հապատ